Բարին, այսօր մենք կպատրաստենք շատ համեղ կոտլետներ դդմիկով, դրա համար մեզ անհրաժեշտ է դդմիկ, կանաչի, գազար, կարտոֆիլ, սխտոր, ձու և ալյուր, դե ինչ սկսենք պատրաստել, դդմիկի կեղևը չենք մաքրում, ուղղակի լավ լվանում ենք և անցկացնում քերիչով։ Երկու հատ մեծ դդմիկը բավական է։ Հիմա քերիչով անցկացնում ենք կարտոֆիլը, 2 մինչին չափսի։ Վրան աղենք ցանում, խառնում ենք և թողնում ենք, որպեսզի միջի հեղուկը դուրս գա, մոտավորապես 10 րոպե։ Րոպե հետո ձեռքերով լավ քամում ենք, որպեսզի միջի հեղուկը ամբողջությամբ դուրս գա։ Ես քամել եմ։ Վրան ավելացնում ենք գազար, սխտոր, կանաչի, ձու, ալյուր, և համեմում ենք։ Հիմա մի լավ խառնում ենք։ Պետք է ստացվի այսպիսի զանգված։ Ես մի հատ էլ ձու ավելացրեցի, քանի որ մեկ ձուն այս բաղադրիչներին բավարար չէր։ Հիմա թավան տաքացնում ենք, բուսայուղ ենք ավելացնում և տապակում ենք մեր դդմիկները։ Գդալի օգնությամբ դդմիկները դնում ենք տապակի մեջ և երկու կողմից տապակում։ Տեսեք ինչ գեղեցիկ է ստացվել, վստահեցնում եմ, որ համեղ է, կարող եք մատուցել թթվասերով, այդպես ավելի համեղ կստացվի։ Հիմա կփորձեմ և կասեմ ինչպես է ստացվել։ Շատ համեղ է, անպայման պատրաստեք, չեք փոշմանի։ Դե ինչ, այսօրվա համար այսքանը, չմոռանաք բաժանորդագրվել իմ ալիքին, քանի որ ձեզ դեռ շատ հետաքրքիր վիդեոներ են սպասվում։ Ցտեսություն։